Ինչ զգացողություններ ունես, երբ գիտակցում ես, որ շուտով հրաժեշտ եք տալու ընկեր Նիկողոսյանին։ Ես կզգամ վախ, լարվածություն և մի քիչ կակարոտեմ ընկեր Նիկողոսյանին։ Ինչ խորհուրդ կտաս ապագա առաջին դասարանցիներին։ Ես ապագա առաջին դասարանցիներին խորհուրդ կտամ, որ լավ սովորեն և չպարկասնեն մեր սիրելի ընկեր Նիկողոսյանին։ Ինչպես ես պատկերացնում քո առաջին ուսուցչուհուն տարիներ անց։ Ինչքան էլ տարիներ անցնի, ընկեր Նիկողոսյանի զուպիտը կմնան նույնը և իր աչքերը կփայլեն։ Ինչ ես ուզում ասել ընկեր Նիկողոսյանին նախքան հրաժեշտ տալու։ Մեր սիրելի ընկեր Նիկողոսյանին ես ուզում եմ մաղթել, որ նրան երկար տարիների կյանք և շնորհակալ եմ ձեզանից, որ դուք ինձ շատ գիտելիքներ եք տվել այս 4 տարվա մեջ։ Եթե կարողանայիր մի նվեր տալ քո ուսուցչուհուն, որը կպատմեր քո զգացմունքների մասին, ինչը կլիներ դա։ Ես ընկեր Նիկողոսյանին տուփիկ կնվիրեի, որի մեջ կլինեի ես, երբ նա տուփիկը բացի, ես կթռնեի և կղրկեի նրան։ Ինչ կուզեիր ասել ընկեր Նիկողոսյանին։ Կասեի, որ ես նրան շատ եմ սիրում և ինքը իմ սրտում առանձին տեղ ունի։ Ինչպիսին է ընկեր Նիկողոսյանը քո աչքերով։ Նիկողոսյանը իմ աչքերով բարի է, խելացի է, հոգատար, գեղեցիկ։ Ո՞րն է քո սիրելի հիշողությունը կապված ընկեր Նիկողոսյանի հետ։ Ես մեր առաջին անգամ եկա երկրորդ դասարան, ինձ թվում էր, որ ընկեր Նիկողոսյանը շատ հիստ է, բայց այդպես չէ, ընկեր Նիկողոսյանը շատ բարի է և հոգատար։ Ինչ զգացիր, երբ առաջին անգամ տեսար քո ուսուցչուհուն։ Ես շատ հուզված էի, բայց երբ առաջին անգամ տեսա իմ ուսուցչու, այդ ամեն ինչը անցավ։ Ես զգացի նրա տաք բույրը, շունչը, զգացի, որ նա շատ բարի կլինի և հոգատար։ Քո կարծիքով, ինչն է նրան դարձնում լավ ուսուցիչ։ Նրան լավ ուսուցիչ է դարձնում իր հոգատարությունը, նրա օգնությունը և նրա սերը։ Ինչ ես զգացել, երբ առաջին անգամ հանդիպել ես ընկեր Նիկողոսյանին։ Ես սկզբից խառնվեցի, բայց մտածեցի, որ ինչ-որ բան կսովորեմ։ Իսկ սովորեցի՞ր։ Այո։ Իմ սիրելի ուսուցչուհի, ցանկանում եմ առողջ լինեք և ապրեք երկար։ Ինչով ես զարմացրել ընկեր Նիկողոսյանին։ Մի անգամ ես ոտքերս ձանապատիկ էի դրել և նա վախեցել էր, քանի որ տեսել էր, որ ոտքերս չկար։ Ինչն է ընկեր Նիկողոսյանին դարձնում յուրահատուկ ըստ քեզ։ Ընկեր Նիկողոսյանին յուրահատուկ է դարձնում իր բարությունը և մայրական քնքշությունը։ Ո՞րն է առաջին խորհուրդը, որ ձեր ուսուցչուհին ասաց ձեզ։ Մեր ուսուցչուհին ասաց մեզ, որ պետք է չխաբրենք ոչ մեկին, լինենք ընկերասեր և օգնենք միմյանց։ Ինչ ես սովորել ընկեր Նիկողոսյանից դպրոցից դուրս կյանքում օգտագործելու համար։ Ես ընկեր Նիկողոսյանից սովորել եմ բարություն, համեստություն և որ միշտ պետք է կիսվեմ իմ ունեցածը իմ ընկերների և հարազատների հետ։ Ինչն ես ամենաշատը սիրում քո ուսուցչուհու մեջ։ Իմ ուսուցչուհու մեջ սիրում եմ իր հոգին և իր բարությունը։ Ինչ է ուսուցչուհին միշտ ասում, որ դու երբեք չես մոռանա։ Նա միշտ մեզ ասում է, որ մենք հավատանք մեր ուժերին։ Ինչն ես առավել գնահատում ընկեր Նիկողոսյանի մեջ։ Ես գնահատում եմ ընկեր Նիկողոսյանի մեջ, որ նա մեզ առաջնորդություն է տալիս։ Ո՞րն է ընկեր Նիկողոսյանի ամենամեծ երազանքը կապված քեզ հետ։ Ընկեր Նիկողոսյանի ամենամեծ երազանքը, որը կապված է իմ հետ, որ ես դառնամ հանրաճանաչ ֆուտբոլիստ և իր նկարը մեծացնեմ, կախեմ իմ աշխատասենյակի պատից։ Ինչ կփոխանցես հաջորդ սերնդի առաջին դասարանցիներին ձեր ուսուցչուհու մասին։ Ընկեր Նիկողոսյանը հենց սկզբից ձեռքը կբռնի և կտանի գիտելիքների աշխարհ։ Նա շատ լավ է դասերը բացատրում և եթե անգամ ամենադժվար առաջադրանքը իր բացատրելուց հետո դուք շատ հեշտ կլուծեք։ Որ առարկան է քո ամենասիրելին և ինչու։ Իմ սիրելի առարկան մաթեմատիկան է, որը իմ ընկեր Նիկողոսյանը ինձ տարավ թվերի աշխարհ, որով ես շատ սիրեցի մաթեմատիկան։ Ինչ ես սովորել ընկերության մասին դպրոցում։
Ընկերության մասին սովորել ենք դպրոցում, որ պետք է միմյանց օգնել եւ սիրել միմյանց։ Ինչպես եք օգնել նոր ընկերներին հարմարվել դասարանում։ Մենք նրանցհետ ընկերացել ենք, մենք փորձել ենք, որ իրանք սովորեն եւ լավ ընկերներ մեր համար դառնան եւ հարմարվել մեր դասարանում։ Երբ մեծանաս, որ հատկանիշը կցանկանաս ժառանգել քո ուսուցչուհուց։ Բարիությունը, աշխատասիրությունը եւ Գենի Կողոսյանի մարդ տեսակը։ Ինչ հիշողություններ եք տանելու ձեզ հետ այս դասարանից։ Наверное, интересно, или потерялся это. Я буду вспоминать о этом классе только хорошие воспоминания. Որ պահին ես ամենաշատը զգացել, որ նա քեզ աջակցում է։ Երբ որ ես շատ կարողանում տնային առաջադրանքները կատարել, Գենի Կողոսյանն ինձ աջակցում է եւ օգնում է, որ ես կատարեմ իմ տնային առաջադրանքները եւ նրա հետ ավելի հեշտ է դառնում։ Ինչպես էր նա ձեր դասարանը դարձնում մի ընտանիք։ Գենի Կողոսյանը ասում էր, որ իրար հետ լինենք համերաշխ, հոգատար, աջակցենք միմյանց եւ սիրենք իրար շատ։ Եթե ընկեր Նիկողոսյանի նկարագրեիր, ինչպես կնկարագրեիր։ Ես Գենի Կողոսյանին նկարագրեի, ապա կասեի նա շատ համեստ է, խելացի, բարի եւ հոգատար մեր հանդեպ։ Ինչն էր քեզ ամենաշատը հիացրել առաջին դասին։ Երբ ես առաջին անգամ Գենի Կողոսյանին տեսա, ես հիացա իր տեսքով, գեղեցկությունով, բարությունով եւ հաջորդ օրը ես նրան նվիրեցի Վարդ։ Որն է այն կարևոր բանը, որ ուսուցչուհին սովորեցրել է ձեզ։ Գենի Կողոսյանը մեզ սովորեցրել է, որ մենք միշտ լինենք բարի եւ միշտ լինենք ինքերասեր։ Եթե հնարավորություն ունենայիր նրան շնորհակալություն հայտնել մեկ բանի համար, ինչը կլիներ դա։ Ես իրեն մեկ բանի համար շնորհակալություն կհայտնեմ, որ նա եղել է իմ կյանքում եւ միշտ կմնա հաստատ։ Այսօր մենք ասում ենք. շնորհակալ ենք ձեզ, սիրելի ուսուցչուհի։ Մեր հիշողության ամենատակ անկյունում դուք կմնաք միշտ որպես մեր առաջին ու երբեք չմոռացվող ուսուցիչ։ Շնորհակալություն ձեզ, անսահման սիրո, հոգատարության եւ նվիրման համար։ Ձեր փոքրիկները այսօր արդեն մեծացել են։